Մի մոռացեք բաժանորդագրվել իմ ալիքին, որպեսզի առաջինը լինես տեղեկացված, և սեղմիր զանգակ կոճակին, որպեսզի նորությունները բաց չթողնես։ Ինչպես տեսանք, որ Հունանին կանչում են բաժին, որ հարցաքննեն, բայց միևնույն է, Հունանը պնդում է, որ ինքը չի դանակահարել Ավային, բայց ամեն ինչ ոստիկանները կբացահայտեն շուտով։ Էռնը նույնպես ցուցմունք է տալիս, որ այո, հենց իմ եղբայրն է դանակահարել, ես դեպքի վայրում եմ եղել, նա նաև հեռացրել է տեսախցիկների նկարած վիդեոները։ Դավիթը շատ ծանր իրավիճակում է հայտնվում, հիմա էլ պարտքը տերը հանգիստ չի տալիս և անընդհատ զանգում է Դավիթին փողի համար, նա գնում է բանկ և վարկ է վերցնում, որ տանի այդ սրիկայի պարտքը տա։ Նորությունները իմանալու համար սեղմեք զանգակ կոճակին, որպեսզի առաջինը լինես տեղեկացված։